Նիստը սկսվում է 5 վայրկյանից, բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ, հիմնական զեկուցողը դահլիճում է, հարակից զեկուցողը դահլիճում է, պատգամավորները քաղաքական մեծամասնությունը դահլիճում է, ամենակարևորը ընդդիմությունը դեռ մտածում է եւ այժմ ձայնը տրվում է քաղաքական մեծամասնության ղեկավար, հանրապետական խմբակցության ղեկավար, պարոն Վահրամ Բաղդասարյանին, համեցեք պարոն Բաղդասարյան։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխ նախագահ, հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ, որ բավականին աշխույժ քննարկում է ծավալվում մի կարևորագույն փաստաթղթի շուրջ, որը մեր տնտեսության սիրտն է համարվում, բայց ցանկանում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին հիշեցնել, որ մենք քննարկում ենք դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը։ Ինչ եմ հիշեցնում, որովհետև այստեղ մեր գործընկերները երևի խառնել են փաստաթղթերը, ուսումնասիրել են կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը եւ այնտեղից ցիտումներ են կատարում, որը բացարձակապես կապ չունի այսօրվա մեր քննարկվող թեմային։ Խոսում եմ պետական պարտքի մասին եւ շատ հողորդ, այսպես ասած, կոչերով ասում են մեր պետական պարտքը ավելանում է, որովհետև մենք վարկ ենք տալի Հրազդան ցեմենտին, մենք վարկ ենք տալի տարբեր տիպի կազմակերպությունների, բայց մոռանում ենք, որ դրանք որևէ կապ չեն կարող ունենալ մեր պետական պարտքի հետ։ Դրանք առանձին առևտրային բանկերն են, որոնք իրենց գործունեությունն են ծավալում առանձին տնտեսվարող սուբյեկտների հետ։ Եվ ես խնդրում եմ, պարզապես ուշադիր եղեք, որովհետև ամբողջ հանրությունն է մեզ լսում։ Եվ այս հանրությունը լսելով մեկի ելույթը չի լսում պատասխանը եւ այդպիսի տպավորություններ է ստեղծվում։ Մեր գործընկերներից մեկը խոսում է գնաճի մասին։ Անմիջապես նշում է, խոսում է դեֆլյատրի մասին եւ ասում է, որ դեֆլյացիա է տեղի ունեցել եւ դեֆլյացիայի արդյունքում մենք ունեցել ենք գների բարձրացում։ Տնտեսագիտական աբսուրդ։ Ինչպես կարող է տեղի ունենալ դեֆլյացիա եւ տեղի ունենալ գների աճում։ Այսինքն ես մտածում եմ, որ մի մասը տվել են իրեն, որ կարդա, այդ մի մասը ինքը իրենից է իմպրովիզացիա անում եւ գալիս է մեծ հակասության։ Ես պարզապես խնդրում եմ, որ ուշադիր լինեն մեր գործընկերները։ Այստեղ խոսք գնաց, որ նախորդ տարվա համեմատությամբ վարկերի տրամադրումը նվազել է եւ տնտեսվարի հավանական անձերը բար քիչ են վերցրել, իջել է նախորդ տարվա համեմատությամբ 94.7%-ի է դարձել։ Եվ ի նկատի չեն ունենում քաղաքական իրադարձությունները, այսինքն սա ոչ թե անվստահություն է բանկի նկատմամբ եւ ես կողմից նշում եմ, որ ավանդները աճել են։ Եթե ավանդները աճել են, վստահություն կա բանկերի նկատմամբ, վստահություն կա կենտրոնական բանկի նկատմամբ։ Իսկ երբ որ արդեն վարկերի տրամադրումը նվազել է, դա պետք է մենք կապենք իրավիճակի հետ կապված, որովհետև իրոք իրավաբանական անձերը, տնտեսվարող սուբյեկտները մի պաուզա են վերցնում, որովհետև հայտնի դեպքերը, ռուսաստանյան դեպքերը, ուկրաինական դեպքերը, սանկցիաները, որոնք անմիջապես ազդեցություն ունեցան մեր արտահանման վրա, մեր ներմուծման վրա, եւ բնականաբար որևէ մեկը իր ռիսկայնությունը, սա բավականին ռիսկային է արդեն, վարկեր չի վերցնի դնում միտեղ, որտեղ որ հետագայում կարող է խնդիրների առաջ կանգնել։ Սա ժամանակավոր բնույթ է կրում։ Եվ շատ նորմալ եմ համարում, որ մեր իրավաբանական անձիկ եւ տնտեսավարող սուբյեկտները շատ զգուշ են, որովհետեւ տնտեսությունը նուրբ է եւ երբ որ հանկարծ մի բաստողում ունենան, նրանք կարող են կռախի առաջ կանգնել եւ կանգնել ճգնաժամի առջեւ։ Դրանք բոլորը կարգավորվող երևույթներ են։ Ես խնդրում եմ ինչի մասին որ խոսենք համեմատության դաշտում։ Ասում եմ, որ անարդյունավետ վարկեր։ Ես ուզում եմ հիշեցնել 90-ական թվականները։ Ինչ էր կատարվում 90-ական թվականներին, մինչև 2000 թվականների սկիզբը։ Մարդիկ գրավ էին ունենում, ենթադրենք 100 միլիոն դրամի գրավի դիմաց ստանում են 300 միլիոն 400 միլիոն վարկեր։ Եվ բնականաբար այդ վարկառուն
նպատակարար էր գտնում, որ այսպես ասած իրենց լեզվով ասած պայթեստի այդ վարկը, որովհետև իրենք ոցի օգուտից որևէ վնաս չէին կրում։ Այդ էր պատճառը, որ տարիների ընթացքում անդադ սկսեցին փակվել բանկերը, խայտառակ իրավիճակ էր, բանկերի նկատմամբ չկար վստահություն, եւ իշտորիվ կենտրոնական բանկի վարած քաղաքականության կարգավորվեց այդ խնդիրը։ Իհարկե այժմ խստացված է, պարոն Ջավազյանին պետք է ասեմ, որ խստացված է բավականին, որովհետև գրավադրված գույքի ընդամենը 30%-ի չափով են վարկ տրամադրում, դա շատ խստացում է, բայց պետք է նշեմ, որ նաև դա բավականին կարգավորեց դաշտը։ Այստեղ խոսք գնաց, որ մարդիկ վարկ չեն վերցնում, ոչ, մարդիկ հերթ են կանգնած վարկ վերցնելու, պայմաններն են խստացված, որովհետև կա արդեն դրվածք, կա վարկային պատմություն, ովքեր են իրենց վարկային պատմության մեջ խախտումներ կատարել, եւ բանկերը բավականին զգուշ են վարկ տրամադրվելու հարցում, որովհետև եթե այդ վարկը տրամադրում են, բանկ է կրակնում, վարկառուն է կրակնում հետագայում։ Այդ իսկ պատճառով ես ողջունում եմ այդ քայլը, որ բավականին խստացումներ են տեղի ունեցել, իհարկե նաև ես կողմնակից եմ անվանի, որ այստեղ մենք պետք է հետևողական լինենք տոկոսադրույթների հետ կապված, բայց մենք այսօր կենտրոնական բանկից պահանջում ենք մի բան, որին չենք տվել այդ գործիքները։ Ինչքան տվել ենք, այնքանով նա իրականացնում է։ Այլ խնդիրը, եթե մենք օրենսդիրներս մտածենք այդ մասին, որպեսզի կարողանանք այնպիսի գործիքներ տանք կենտրոնական բանկին, որ նրա վերահսկողությունն ավելի հստակ լինի առևտրային բանկերի նկատմամբ, մենք կարող ենք նաև պահանջել այդ խնդիրը։ Այստեղ հաշվարկի մասին խոսք գնաց, երբ որ հաշվում են մեր դեֆիցիտը, մեր արտաքին պարտքը, եւ իհարկե ես ներողամիտ եմ այդ մարդկանց նկատմամբ, ոչ մասնագետ լինելով, ասում եմ, պարզ թվաբանական հաշվարկ է, գումարում ենք այս 3 թվերը, բաժանում ենք 3-ին եւ ստանում ենք մի տիպ։ Մարդիկ պետք է հասկանան, որ սա լուրջ տնտեսագիտական հաշվարկ է, այդտեղ պետք է նկատի ունենալ դեֆլյատորը։ Այսօր մեր դեֆիցիտի հետ կապված մենք նոր նաև ճշտում կատարեցինք եւս մեկ անգամ 3 տարվա միջինը կազմում է 27%։ Այսինքն վերջին 3 տարիների ընթացքում 1.6, 1.9 եւ 4.8, այդ 4.8-ով հաշվին եղել է 27%, որը թույլատրելի սահմանում է։ Խոսում են արտաքին պարտքի մասին, առանց եզրահանգում անելու եւ ասում են 50%-ից ավել է մենք արդեն կարմիր գիծը հատել ենք։ Այդ հաշվարկողները վերցնում են այս տարվա տոկոսները վերցնում են համեմատում են անցյալ տարվա բյուջեի հետ։ Ես չգիտեմ ինչ գնահատական կարող եմ տալ նվար հաշվարկներ կատարողներին, եւ ես պարզապես խնդրում եմ եզրափակիչ ելույթ ունեցող մեր մասնագետներին եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ փոխնախարարին եւ նաեւ կենտրոնական բանկի նախագահին, որպեսզի հանրության մեջ թույլ կարծիք չմնա, ես խնդրում եմ այս հարցին անդրադարձեք եւ մասնագետորեն մոտեցեք, թե ինչպես է կատարվում մեր հաշվարկները։ Այսօր մենք թույլատրելի սահմանում ենք եւ արտաքին պարտքի իմաստով եւ դեֆիցիտի իմաստով մենք գտնում ենք թույլատրելի սահմանում։ Հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, ասում են Դիլիջանի դպրոցի վրա տրամադրվել է 150 միլիոն։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, Դիլիջանի դպրոցը մեր գործընկերները նկատի ունեն Ռուբեն Վարդանյանի կառուցած դպրոցը, որը կենտրոնական բանկի հետ բացարձակապես կապ չունի։ Կենտրոնական բանկը ուսումնահետազոտական կենտրոնն է, որը որ դրդրում է կատարել, որ այդ թվերի հետ կապ չունի եւ ոչ միայն նա այդ ուսումնահետազոտական կենտրոնն է կառուցել, դրանք իսկ կառուցել են դպրոցներ, մանկապարտեզներ, գրադարաններ, թունելներ։ Եվ ես խնդրում եմ այդ հարցին նույնպես դուք անդրադառնաք, որ մարդիկ իմանան ինչ է նշանակում Դիլիջանի դպրոց եւ ինչ է նշանակում ուսումնահետազոտական կենտրոն, որպեսզի նորից այնպես չլինի, որ մենք կենտրոնական բանկի գումարները վատնում ենք եւ տանում ենք անարդյունավետ ինչ-որ բաներ ենք կառուցում։ Եվ խոսեք այդ արդյունքների մասին, թե ինչ արդյունքներ են տվել, ինչքան մարդիկ են այդտեղ ուսուցանել եւ նաեւ այնտեղ կառուցվել են նաեւ այն տնակները, որոնք հետագայում վաճառվել են նաեւ ձեր աշխատակիցների վրա։ Ես խնդրում եմ այդ մասին անպայման անդրադարձներ կատարեք։ Ինչևից է, բնականաբար երևի ժամանակը շատ է եղել, նախկինում ասում էին, որ ժամանակ չկա, դրա համար հետազոտություններ չենք հասցրել ծանոթանալ նյութին, այսինքն ժամանակը շատ է եղել, պարզապես խառնել են իրար մարդիկ, կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը եւ դրավարկային քաղաքականության հաշվետվությունը միաժամանակ է մտել ազգային ժողով, տեսել են, որ կազմը ավելի սիրուն է, այդ կազմով գիրքն են ավելի շատ ուսումնասիրել եւ գոնե խոսենք ավելի լուրջ բաների մասին, ասում են, որ այստեղ ծախսերը շատ են, կարելի է այս գիրքն ավելի էժան լիներ, կարող էր մյուսները լինել, ինձ թվում է, որ նման գլոբալ քննարկումների ժամանակ դրանք շատ քիչ ազդեցություն կարող են ունենալ եւ մենք պետք է ավելի շատ խոսենք արդյունքների մասին։
Իսկ այս իրավիճակում առավել եւս վերջին իրադարձությունների հետ կապված մեր ԵՏՄ մտնելուց հետո եւ նաեւ պատերազմական իրավիճակից հետո Կենտրոնական բանկը շատ զգուշ դրամավարկային քաղաքականություն է վարում եւ այդ դրամավարկային քաղաքականության արդյունքում մենք այսպես ասած վտանգավոր որևէ խնդիրներ չենք հարուցել։ Եվ ես խնդրում եմ դուք նկատի ունեցեք եւ վերցրեք այն տվյալները։ Այսօր եվրոպական երկրների կեսից ավելի արտաքին պարտքը աստում է 50%-ից ավելի։ Ամենաշատ արտաքին պարտքը այսօր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ասում են վատ բան է դեֆիցիտը, վատ բան է արտաքին պարտքը, այդ պարտք բառը ընդհանրապես վատ բան է, նույնիսկ կենցաղի մեջ։ Բայց առանց պարտք վերցնելու, առանց ծախսը կատարելու մենք չենք կարող խոսել տնտեսական աճի մասին։ Մենք չենք կարող նույնիսկ երազել դրա մասին։ Այլ խնդիր է մենք թույլատրելի սահմանում ենք, թե ոչ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, օրենքի սահմաններում մենք գտնվում ենք թույլատրելի սահմաններում։ Եվ ես խնդրում եմ, որ ձեր ելույթները պատրաստում է, մեկ շեղվի այդ ելույթներից, հենց շեղվում եք, արդեն հակասության մեջ եք մտնում։ Որովհետև երբ որ դուք ինքնուրույն եք սկսում խոսել, այդ ելույթների հետ երբ որ արդեն մտնում եք դիալոգի մեջ, դուք միանշապես գալիս եք հակասություն։ Եվ վատ վիճակի մեջ եք դնում եւ ձեր հուշարարներին եւ դուք եք վատ վիճակի մեջ մտնում։ Տնտեսությունը, ես որպես տնտեսագիտություն չեմ խոսում տնտեսագիտության մասին, որովհետեւ բավականին վիճելի հարցեր կան տնտեսագիտության հետ կապված, բայց տնտեսությունը շատ նուրբ տեսություն է եւ ես խնդրում եմ ուշադիր եղեք, մի փոքրիկ ցույց տված սխալը կարող է բերել մեծ հակասությունների, որը ձեզ մոտ այսօր արտացոլվեց։ Եվ իրանից ցանկանում եմ խոսել մի արդյունքի մասին եւ իմ շնորհակալությունը հայտնել Կենտրոնական բանկին վերջին ապրիլյան դեպքերից հետո բավականին քննարկման առարկա դարձավ, թե ինչ վերաբերվում կա մեր զոհված զինվորների ընտանիքների նկատմամբ, վիրավորների ընտանիքների նկատմամբ, որովհետև բոլորը ունեն վարկեր, բոլորը ունեն խնդիրներ եւ այսօր գտնվում են սահմաններում, նրանց ընտանիքները ինչ վիճակի մեջ կարող են լինել։ Զոհված զինծառայողների եւ դրանց ընտանիքների անդամների կողմից վերցրած վարկերի ներման վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունների կողմից 17.05.2011 թվականի դրությամբ ընդհանուր ներվել է 122 վարկ, 70 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով։ Բոլոր ֆինանսական կազմակերպությունները ներել են եւ պատրաստ են ներել զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները, իսկ ընտանիքի անդամներին եւ վիրավոր զինծառայողներին ցուցաբերվում է անհատական մոտեցում, մասնավորապես ամբողջ պարտքի ներում, տոկոսների կամ տուժերի զիջում, տոկոսների հաշվեգրման դադարեցում, վարկի մարման գրաֆիկի վերանայում, ներվել է մեկ ամսվա հաշվարկված տոկոսագումարներ եւ վարկի ընթացիկ մարումներ, սահմանում գտնվող զինծառայողների տուժած տուգանքների ներում։ Եվ այս բոլոր գործողությունները գտնվում է անմիջապես Կենտրոնական բանկի իսկողության տակ եւ ինձ թվում է, որ սա պարբերաբար բնույթ պետք է կրի եւ պետք է այդ մարդկանց ընտանիքները գտնվեն մեր ուշադրության կենտրոնում։ Շնորհակալություն, ժամանակը սպառվեց, մենք ընդունում ենք գիտություն եւ շնորհակալություն Կենտրոնական բանկին մանրակրկիտ ներկայացնելու համար։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, մինչև ամփոփի ելույթներին հասնելը հարգելի բարեկամներ, ուզում եմ մեկ շատ կարևոր հայտարարություն ընթերցել։ Րոպեներ առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին։ Ընթերցեմ հայտարարությունը խմբակցությունների Արցախի ազգային ժողովի, հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոչռագործությունները, արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի հայրենիք, ժողովրդավարություն, դաշնակցություն, շարժում 88, վերածնունդ խմբակցություններ, 19 մայիսի 2016 թվական, քաղաք Ստեփանակերտ։ Շնորհակալություն հայտնենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցություններին նման կարևորագույն հայտարարություն իրականացնելու համար այսօր
հույն ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրը։ Իսկ այժմ, հարգելի բարեկամներ, հասնում ենք եզրափակիչ ելույթների, պարոն Ջավադյան, պարոն Սաֆարյան։ Շատ բարի, ես ընդունում եմ ձեր առաջարկը, երկրորդ ելույթից հետո միասին կանցնենք ամփոփիչ ելույթների, իսկ հիմա ձայնը դրվում է պարոն Արտուր Ջավադյանին, առաջի ելույթի